կյանքի դռներն են տես բացված Պահպանելու հայրենիքի անդորը մեկնում ենք սարայության Արջևում սարերու ճանապարհ Արջևում 2 տարի դժվար Թողուն աղբայրն ու կատակները մեզ հետ լինեն անդադար, անդադար Զինվորներ ենք մենք, կայլում ենք վստահ ու չենք նահանջում Չէ որ հայրենիքը մեր մեզնով է հպարտ, մեզնով է կանգուն Զինվորներ ենք մենք, տոկուն ենք հոգով, գործով ենք արդար Չէ որ հայրենիքը մեր մեզնով է ծաղկուն, մեզնով է ամբար Իսկ քեզի կհասնեմ զորավարությունների ժամանակ խիզախություն ցուցաբերելու համար Ավրիս, հալալի Ես դու ես չես խոսա, հա? Սաղը ծեներդ մեկ եկեր է? Ես ի չէ? Համացում ես տեղ, հա? Բայց ով էր արա? Մի խոսքով, դեր շատ եք լսելու, պայթյուններ, կրակոցներ և այլն, ենքան եք լսելու, որ սովոր եք դրատակ քնել։ Բուխա! Տնաչ են վախացրիր Բայց ինչ ես անում որ? Միացնում եմ Բայց ինչ ես անել դուրս? Ուզում եմ Կարինեի համար մի հատ սերենադ միացնեմ Ես ինչա, երթապա Ես ինչ արա, ես ինչ ես արա միացի արա Մակար ջան, ասեմ չես հավատա Արա մեզ ես բան են անում Հետապա հեռախոսի մոտ Փոխգնդապետ, մեր մոտից էր գալիս Բայց ինչ եք անում Դրանք ձայնագրված ձայներ էին Զորավարությունների համար էին Ինչի չես զգուշացնում, որ զորավարժություն ես անում Թե ես պետքա զանգեմ հարցնեմ Դժվար էր մի հատ զգուշացնելը, որ նման ձայներ են լինելու Էս ինչա ձեր վաշտը Ներողություն, պարոն փոխգնդապետ Ամեն արածդ գործի մեջ բաց թողում կա Ինչքան պետքա սենց շարունակվի Մի քիչ կազմակերպված եղեք էլի Համբարձում Դու որ եկար մագը ուզեմ Չասեցիր տանում եմ, որ երաժշտություն լսենք Պարոն Վարդանյան, ես գիտեի Լավ, սուս բան միաս, հա Ես գիտեմ դու ինչ գիտեիր Սրանից հետո էլի բան կուզեք Այնար տեսքան էլ թուք ու բուր ուտել կլնի, որ ես եմ ուտում Դե առանձին էլ ենք հարցակվում խմբով են Շատ հետաքրքիր զորավարժություն էր դուրս եկա Իսկականից իրար խփում էին, Տարման ջան Հա բա ոնց Իրանք ամեն ինչ անում էին, որ մեզ այդ շինությունից հանեին Էն ինչ արեցին, էն ինչ փոշի էին բարձրացրել Ռազվետկի տղերքին էլ է հալել Իրար հետ ձեռքերով էին խոսում Շատ հետաքրքիր էր Դուրս եկա, լավ
Դե ասա ես է կարա այդ զորավարժությունների մասնակցեի։ Հա ինչի՞ չէ։ Մենակ թե դու ձեռները շատ ես շարժում։ Շատ կուզեի, որ մեր վաշն էլ տես կատարելագործվեր։ Արման Մուսայելյանը կանչում է քեզ։ Ես կուզեմ համոտ են զորավարժությունների մասնակցեմ, ապեր։ Բայց դու կարաս որ գաք։ Անչի չեմ կար ապեր։ У меня գագոս կաժետ։ Բայց քո ռուսերենը վերջնա։ Ավելի ճիշտ այդ ռուսերեն չի, դա նոր լեզու է, որը դու ես հնարել։ Тебе нравится? Да, очень։ Նստի որ ասեմ ինչ ենք անում։ Շատ ես օգնել։ Դե այդքանը չէ։ Օգնել չկա։ Հիմա նոր զորավարժություն ենք սկսելու։ Ուրեմն զորավարժությանը մասնակցում են Համոն Գագոն, Մելոն, Մրդոն, Բալաբեկը։ Դու էլ իրանց խմբի ավակն ես լինելու։ Իսկ այդ ինչ զորավարժությունը որ։ Ձեզ ժամանակ է տրվելու։ Դուք լինելու եք Վաշտում։ Եթե չկարողանաք Վաշտից դուրս գալ, ուրեմն կպարտվեք։ Բայց ինչ արգելքներ պետք է լինեն, որ չկարողանանք հաղթահարել։ Երկրորդ Վաշտի տղերքից միջոք չի թողնելու, որ դուք դուրս գաք։ Հիմա գնա տղերքին շարի, թող զենք ստանան։ Լսում եմ։ Ուրեմն ձեր խնդիրն է։ Հետևում եք, որ 4-րդ Վաշտի տղերքը չկարողանան դուրս գան իրանց Վաշտից։ Այդ նշանակում է ամբողջ շենքը շրջափակել։ Հետևում եք բոլոր ելքերը, սկսած նկուղից վերջացած պատուհաններով, ոչ մի տեղ չպետք է կարողանան դուրս գան։ Վարժությունը գնահատվելու է։ Հարցեր կան։ Ճիշտ այդպես։ Ասա Մակարյան։ Որ իրանցից մարդ դուրս գա զինվոր։ Մենք ինչ կանանք իր այդ անենք, պարոն Վարդանյան։ Ուրեմն ոչ զենքով, ոչ էլ ձեռքով չեք խփում։ Կարակ գերի վերցնեք, հա։ Գերի կվերցնեք։ Բարձա։ Ճիշտ այդպես։ Հայրապետյան։ Ես եմ։ Ինձ պետք է որ ամեն ինչ կազմակերպված անեք։ Ճիշտ հրամաններ կտաս։ Հիշի որ քեզնից է կախված ձեր Վաշտից դուրս գալը։ Բարձա։ Ճիշտ այդպես։ Ենթադրել ռումբը, որը գտնվում է Վաշտում 20 րոպեից կպայթի։ Երբ որ դուք պայթյուն լսեք ու դեռ գտնվեք Վաշտում, նշանակում է որ դուք պարտվել եք։ Պարոն Վարդանյան, պատրաստ եք։ Մենք արդեն դիրքավորվել ենք։ Սկսում ենք։ Ընդունեցի։ Կապի վերջ։ Կապի վերջ։ Մակարյան, ընդամենը 20 րոպե ունես։ 20 րոպե ու շադիր հսկում ես բոլոր ելքերը։ Այդտենամ կարում ես ճիշտ հրամաններ տաս, թե մենակ գլուխ ես կովում։ Ես հերվից հետևելու եմ։ Լսում եմ։ Մախո, այն ծառի մոտ դիրքավորվում ես ու ես հետևի մուտքը պահում ես։ Հավսար, զգաստ, ազատ, տղեք, բոլոր հնարավոր ելքերը կրակի տակ են, պետք է ուրիշ բան մտածենք դուրս գալու համար։ Կրնանք կրիշով էր տանք, կրիշով անցնինք ու դուրս գանք։ Խի մտածում ես կտրում դիրքավորված չեն լինի։ Դες իմ ամեն դեպքում դիփորձենք էլի։ Դե ուրեմն դու Գագոյի հետ կբարձրանաս կտուր, իսկ Համոն ու Բալաբեկն էլ կիշնեն նկուղում ելքման կգան։ Նկուղից երկ կա Արման ջան։ Հաստատ կա, ես գիտեմ։ Որովհետև մի անգամ ապեր Սարոն նկուղից դուրս է եկել։ Մելո, եթե հանգարց կտուրում ելք լինի դուրս գալու անպայման մեզ տեղը կպահես։ Անպայման։ Համոն ու Բալաբեկն նկուղում կնայեն։ Մրդո դու էլ պատուհանից կհետևես իրավիճակին, ու ինձ անպայման տեղը ես պահում։ Աջ, դարձ, իմ հետևից վազքով, մարշ։ Ձեզ չի նշանակում, որ բդի դու կեզ ըտեմ մխտրես։ Ենա գնա հողերի մեջ թավալտու արի ասա կրել ենք։ Ավելի վարոս ժամ։ Լավելին որն է։ Դե ուրեմն մտած ինչ ես խոսում։ Այն Նապոլեոնի ժամանակով Ֆրանսիայի զորքի շալվարները գիտես ինչ գույն ա եղել։ Չէ։ Սպիտակ գույն ա եղել, սպիտակ։ Այդ մարդիկ բա ո՞նց են կարացել իրենց մաքուր պահեն, Ջամշան։ Կրվի ցեխի ժամանակ այդ մարդիկ կրվել են ու իրանց է կարացել են մաքուր պահեն։ Ու չերանի դրոնց ապեր։ Լավ էլ Երանի։ Ձեր ֆորմեկտը պետք է սպիտակ գույն լիներ։ Որ ամեն օր լվայք, ամեն օր։
Մելո ջան, իսկ եթե վերևով գնանք կտուրի վրայով։ Վերևով չեն կերտա։ Դու մենակ կերտաս կուկաս։ Մենակ։ Վերևուսով երտանք, որ երկուսս ծուղակակնենք ծու։ Լավ էլ է Մելո ջան։ Ասեք ագուլիկ։ Քեզ մեր բացարիք շանս հորաբացուցես, որ դու տուղով տղա ես, հասկացար, կերտաս կնայես, եթե անցնելու տեղ կա, խաբար կենաս տեղեքին կսեմ կուկան կանցնի։ Հասկացար։ Դավայ։ Սարոնեն ժամանակ ասեց, որ պատի վրա անցք ա եղել, ինքը այդ անցքով ա դուրս եկել։ Դե արի ես տեղ մաջալից տեղ անցքը գտի։